Դուք բոլորդ խենթ եք, դուք չեք հասկանում, Հայաստանում քյասի մարդ չկա, աղքատությունը չկա, 0.6%-ա, բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօրվա գլուխ գործոցներից մեկը էլի, որ ազգային ժողովում դուրս եկա, բյուջեն էդ լավ են սովորում, էդ թվերը, այսքան արեցինք, սենց արեցինք, հավասարաչափ աշխել են բոլորը մեջ, ինչ-որ ստացի լավ, ամեն ինչ լավ է, լսեք, չեք պատկերացնում, դուք չգիտեք, թե ինչ լավ եք ապրում, դուք ախար, դուք ոչ մի բան չեք հասկանում։ Վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%։ Այդ արտաքին պարտներ բան չհասկացաք դուք ամեն 4.5 միլիարդը վեկալեցինք այդ զենք ու զրահարանք այն նրա համար, որ հետո սպիսատանենք պատերազմի վրա, այն երեխեքի գլուխն էլ կերանք, այդ համար դուք խաբար չեք, դուք ինչ եք ապրում, այդ ապագան կա, ամեն ինչը կա, այս եկել է ապագան եկել է, տեղյակ եք դուք, խաղաղությունը կա, ապագան կա, ամեն ինչ լավ է, ամեն րոպե Ալիև հետ լավ անում ենք, ամեն ինչ լավ անելու խոսք է տվել։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղության։ Նոր քֆուրա կերել Ալիևը ասել է կյանքում կստորագրեմ, հեսա կտեն ասել էր ստորագրել է ապրելին, էդ էլ իմացեք, հաստատ կստորագրի բան, որ սաղի տուտասնի, որ ասի, տեսեք, ես է թուղթը խաղաղությունը բերել եմ, ես էլ են սաղ վաղտ լավ ենք ապրելու, տեսեք, որտեղ հաց ընդ կաց, կերեք, մնացեք, են ձեր հացը եղավ, աղքատ չկա ձեր մեջ, հանգրտ մեկը չասի, որ աղքատ եք, խելոք մնացեք։ Դες ման չկա, ներ ազգի մեջ էլ աղքատ չկա, սո Նիկոլը տենց ասե, ինքը աղքատությունից դուրս եկա դարել է Ծառուկյան, հավասար կիսել իրար մեջ ամեն ինչ սաղ կիսել է, էլ աղքատ մարդ չկա մեր մոտ, լավ իմացեք, պատերանց չի լինելու ոչ մի դեպքում, որտեղ խոսք է տվել Ալիևը, Ժողովուրդ ջան, լավ իմացեք, այս սրա այս մանիպուլացիաները շարունակվելու են, Մինչև ընտրություն ամեն ինչ անելու է, որ այս անդուր զզվելի մարդի են, որ սենց գժիկ պես խոսում է, ես հասկացակ չպետք սենց մարդ պետք է մեզ ներկայացնի։ Ասում է ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք։ Դրսում նայում եք նատեն, ասում եմ այդ Տրամպին սպասելուց, որ Եգիպտոսում սպասում էր հանդիպել, որ I'm Prime Minister of Armenia, սենց բաներ, տեսեք նա դեմքը նայեք, աչքերը։ Prime Minister of Armenia, Ախպերեմ ես ով ես մարդը, սա պետք եմ ներկայացնի հայերին, եսի հայ մարդ ասում եմ, ես ով ես մարդը, չի կարաս այդ մարդներն ներկայացնի, սաղին գիժ է սարկ է, ժողովուրդ ջան, ես մարդը պետք է հեռանա, միակ ձև կա հեռանալու, սաղդ հիշեք, ժողովուրդ, միակ ձևը սրա հեռանալու, բոլորդ գնաք ընտրության, խնդրում եմ ձեր բարեկամներին, հարազատներին, բոլորին ասեք, ընտրություններին պետք է բոլորը մասնակցեն, Սրան պետք է ճամփու տնենք, այս մարդը սաղ կյանք խափեց, ասեց, բերեց այսքան արհավիր, այսքան պատերազմ, այսքան կեղտոտություն, այսքան տնտերես, աներեսի պես կանգնում է, ամեն ինչ լավ է, ապագա կա, լսեք, դուք չգիտեք, արդեն այդ ապագայի մեջ եք ապրում, դուք հլը տեղյակ չեք, հլը 63 տարեկանից էլ ասում է, սաղիտ աշխատացնելու է։ Հիմա մեզ մոտ ի՞նչն է անկալում, որ 63-ը թոշակի տարիք, հա 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք, իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Չի ասում է, որ ախպեր ջան, առողջության հետ համար կհետևենք, եթակ ուրիշ երկրներ, մանգակ, ձեր համար կօգնենք, 10,000 դրամը չի ուզում տա, ասում է, ձեր առողջությունն եմ խելքի բերելու, հələ էլ աշխատացնել եմ ձեզ։ Ոչ իմ լսեք, սրա ֆոկուսները Երիկա ժողովուրդ ջան, պետք է բոլորին բացատրեք, ձեր մեծերին, ձեր ընկերներին, ձեր երիտասարդներին, բոլորին բացատրեք, երիկա, սաղին ուտացնում է, ժողովուրդ, հասկացեք, մեզ կարգին մարդիկ են պետք, որակով մարդիկ են պետք, նժար շարժումը, Իտարոսը, Կարապետյան Նինան դառնում է վարչապետ, այն ծրագրերը, որ մենք դրել ենք, լավ մեծ թիմ կա, տեսեք ոնց է ամեն ինչ փոխվում, սրանց վերջացնենք, էլի զզվցին էլի էսի 30 տարի կյանքներս կերան այդ ժողովուրդ, էլի հերիք էլա բոլ եղավ, պետք է գան իրականում կարգին մարդիկ, այլ ոչ չէ, ճղճղան, ղժղժան, իրան թվում է բանում է, բազարում է, կայնած, ինչ-որ ապրանք է առել, լավը չեղել հիմա եկել է, հետ ատալի խոսալը, պատպելը, ձեռները, բաները, վիճակը, դեմքի իրավիճակը, ժողովուրդ, լուրջ եմ ասում, ես պետք է կանգնացվի այս ամեն ինչը, կանգնացնելու մի հատ ձև կա,
գնալ ընտրություններին եւ ընտրել ճիշտ ուժը նժարն է։ Նժարը իրականում այդ դաշինքը իր կոալիցիոն կառավարությունով ամեն ինչ տեղին դնելու է 3-5 տարվա մեջ, թե Հայաստանը ճանաչեք ամոթ ինձ։